Սա մեր ուղին հաղորդաշարն է։ Մեր ուղին այսօր անցնելու է Վանաձորի ավականու շուրջ ծավալվող խնդիրներով։ Եվ մեր հյուրն է Վանաձորի ավականու ապրելու երկիր խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանը։ Բարև ձեզ, պարոն Ալավերդյան։ Բարև ձեզ։ Վերջին ժամանակահատվածում շատ է խոսվում Վանաձորի ավականու շուրջ ծավալվող գործընթացների։ Մասնավորապես հոկտեմբերի 29-ին այն երկար չարչրկված դատավարություններից հետո դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը արգելանքը վերացրեց ավականու այն նիստի վերաբերյալ, որով պիտի ընտրվեր Վանաձորի համայնքի ղեկավար։ Բայց մի քանի ժամ հետո, մեկ օր հետո դարձյալ կասեցվեց։ Փորձենք ձեր տեսակետը այսօր ներկայացնենք մեր հանրությանը եւ հենց առաջինը ձեր կարծիքը այս ամենի վերաբերյալ։ Բազմիցս ասել ենք եւ արդեն ակնհայտ է ինչ-որ հույսեր փայփայել թիմերի վերաբերյալ առհասարակ, որ թիմ օրենքը գործի եւ թիմ ինստիտուտը տեղական ինքնակառավարումը որպես այդպիսին, որպես ժողովրդավարության հիմքերից մեկը հանդիսանող կառավարման մոդելի մեջ գործի, վաղուց ակնհայտ է, որ չի գործում եւ չի գործելու այս իշխանությունների ժամանակ տարբեր կառույցների հետ կապելով արգելանք կլինի այս խանգարելը, որպեսզի կայանա թիմը, որպեսզի արդար ընտրությունների արդյունքները գրանցվեն եւ արտացոլվեն ավականու նիստերում, քաղաքապետեր ընտրվեն, համայնքապետեր, դա իշխանության նարատիվն է եւ այնտեղ որտեղ իշխանությունները չունեն բացարձակ առավելություններ, որպեսզի ձևավորեն տեղական իշխանություններ, նրանք տարբեր քայլերի են գնում, մասնավորապես առաջինը կարծեմ հենց Վանաձորից սկսվեց եւ կապ չունի թե դա ինչ-որ քրեական գործեր են, այսօր թույլ են տալիս արգելանքը բացում են, վաղը նույն տրամաբանությամբ շարժվում են, թե առհասարակ դատարանում է այդ գործը, որքան է ձգձգվում, դատավորներն են արձակուրդ գնում։ Այստեղ գործիքակազմը չէ արդեն այլևս կարևորը, որ մենք ունենք իրականություն, որ թիմերում կձևավորվեն իշխանություններ միայն այն ժամանակ, կամ ձևավորվելուց հետո բնականon կգործեն միայն այն ժամանակ, երբ որ դա կլինի համահունչ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարած քաղաքականություն։ Իսկ նրանց քաղաքականությունը միակն է ամեն գնով, ամեն ինչ անելով լինել իշխանության։ Այս ամենի վերջը ինչ է լինելու, մեր վանաձորցին ինչի սպասի։ Դե կարծում եմ, որ վանաձորցին չպետք է սպասի, վանաձորցին պետք է գործի, իսկ գործելու ճիշտ ճանապարհը ըստ իս ընտրություններն են, չգիտենք երբ կլինեն ընտրություններ, այդ էլ այսպես ասած մեր հայաստանյան իրականության բացառությունն է, ինչու չգիտենք, որովհետև ընտրությունների հետ կապված մենք հստակ պետք է իմանանք, որ դեպքում են ընտրությունները, արտահերթ ընտրությունները, հերթական ընտրությունները, պարզից էլ պարզ է երբ են լինում, բայց մեր իրականության մեջ ես նորից եմ ասում, այդ ամենը կախված է մեկ կուսակցության, իշխող կուսակցության կամքից, ավելի ճիշտ մեկ անձի կամքից, այդ ամբողջ կուսակցությունն էլ է կախված այդ մեկ անձի կամքից, Նիկոլ Փաշինյանի, բայց ամեն դեպքում մենք համարում ենք, որ ազատ արդար ընտրությունները դա կարևոր ինստիտուտ է ժողովրդավարության կայացման եւ ընտրությունների ճանապարհով պետք է լինի իշխանափոխություն։ Այ ինչ պետք է անի Վանաձորցին, Վանաձորցին չպետք է սպասի, Վանաձորցին չպետք է ակնկալի ինչ-որ մեկից իր նպատակների իրականացում, այլ Վանաձորցին պետք է գործի ու հենց ընտրությունների ժամանակ ակտիվ մասնակցություն ցույց տա։ Իհարկե, ընտրությունները սարերի ետևում չէ, 2026 թվականը սարերի ետևում չէ։ Հիմա արտահերթ ընտրության մասին խոսելը իմ կարծիքով, սա իմ կարծիքն է, միգուցե նաև ավելորդություն է, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն բավականին ժամանակ է, մոտ 8 ամիս Վանաձոր համայնքում ավականու նիստեր չի գումարվում, այդ իսկ պատճառով նաև հարցը հետևյալում է. դուք ավականու կազմում ընդգրկված եք 2 հոգով, ապրելու երկիր կուսակցությունը ընդգրկված է 2 հոգով, դուք չեք մասնակցում նիստերին, բոյկոտում եք նիստերը, բայց ձեր մյուս անդամը մասնակցում է։ Սկսենք հենց հարցի պարզաբանումով, նախ մեր մյուս անդամը չէ, այո, ապրելու երկիր կուսակցությունը իր ավականու ցուցակով մասնակցելով 21 թվականի ընտրություններին
ստացել է 2 մանդատի վստահություն ժողովրդի կողմից։ Բայց դրանից հետո, երբ որ մեր գործընկերների հետ ունեցել ենք տարաձայնություն, վարած քաղաքականության հետ կապված այլակարծություն ենք ունեցել, հենց այդ ժամանակ մեր ջրերը բաժանվել են եւ ապրելու երկիր կուսակցությունը հեռացել է որոշումով իր կազմից, որի հիմքում ընկած է եղել իշխանությունների հետ համագործակցությունը տվյալ անձանց։ Այնպես որ այստեղ նույնականացնել վաղուց դա այդպես չէ, 3 տարի է այդպես չէ։ Նիստերին չմասնակցել, բոյկոտել եւ չբոյկոտելու հետ կապված ես փոքրի շատ է, հա, ինչքան կայացել են նիստեր, եղել են նիստեր, որտեղ մենք մասնակցել ենք, ես անձամբ մասնակցել եմ, հենց առաջին նիստը, որ Մամիկ Օնասարյան դաշինքներ հրավիրել է, նույնպես մասնակցել ենք, մեր դիրքորոշումը հստակ ֆիքսված է, ցուցաբերել ենք եւ դա եղել է քաղաքական որոշում։ Որքան էլ որ մարդիկ փորձում են ներկայացնել այս ամենը, որ սա քաղաքական չէ, մենք անձնապես մեր քաղաքի համար, ես այլ կարծիք ունեմ, սա քաղաքական է եւ երբ որ մենք ընտրություններին մասնակցում ենք, դա քաղաքական որոշում է, քաղաքական գործունեություն է եւ այդ մանիպուլատիվ ըստ ինձ նարատիվը չպետք է ժողովրդի վզին փաթաթվի, որովհետեւ միայն քաղաքական պատասխանատվություն կրելով մենք կարող ենք ունենալ պատասխանատու իշխանություններ։ Երբ որ մարդիկ այսօր մեկ թիմից, վաղը այլ թիմից մասնակցում են եւ ասում են դա մեր անձնական կարծիքն է, դա նորմալ է, մարդը կարող է կարծիքը փոխել, դա էլ նորմալ է, կյանքը զարգանում է, իրադրությունը փոխվում, նորմալ է։ Արժեքներ կարող են փոխվել կամ ձևավորվել նոր արժեքներ, ես դրան դեմ չեմ, բայց ամեն դեպքում այն քաղաքական ավելի պարզ ասեմ, հա, խոստումներով, որ դու գալիս ես ժողովրդից հայցում ես ձայնը կոնկրետ քաղաքական թիմի հետ, երբ որ քո մոտ փոխվում է, կարծում եմ, որ դու պետք է արդարացիորեն հրաժարվես այն մանդատից, որը, չգիտեմ, այդ առաջի, երկրորդ համարը լինելով քեզ է բաժին ընկել։ Դա քո պատասխանատվությունն է։ Եթե դու լինեիր 10-րդ համարը, այդ մանդատը չէր լինի քո ձեռքին, եւ դա օգտագործել ասել, որ սա քաղաքական չէ, սա իմ անձնական որոշումը, միգուցե եւ նաեւ ճիշտ է։ Դու ճիշտ ճանապարհով ես գնում, լավ, օքեյ, մեր կուրսը համահունչ չէ քո տրամաբանությանը, դա էլ նորմալ է, կարող է լինել, բոլորը չէ որ մեկ ձևով պետք է մտածեն։ Որոշակի ճանապարհ մենք մտածել ենք, որ միանման ենք մտածում, նույն նպատակներ ունենք, նույն քաղաքականություն ենք վարի, ինչ որ կետից փոխվում է, նորմալ է, փոխվել է, բայց այդ մանդատը մենք ձեռք ենք բերել ապրելու երկիր կուսակցության հետ։ Եվ դա ապրելու երկրի մանդատներն են, որպեսզի ժողովուրդ ապրելու երկրին է տվել այդ ձայները, որպեսզի ապրելու երկիրը կարողանա լիարժեք կատարի իր քաղաքականությունը, հա, վարի իր քաղաքականությունը, այդ մանդատները պետք է թողնել ապրելու երկրին։ Կարող է հարցս ռետորական հնչել, սիրում եք ձեր քաղաքը։ Վանաձորը սիրում եք։ Իհարկե սիրում եմ, Ռոբերտ ջան, եւ ռետորական է հնչում։ Հարցին ես չեմ պատկերացնում մեկը, որ ապրելով է քաղաքում կամ իր նիստերի։ Բացատրեմ, որովհետեւ ես սիրում եմ իմ քաղաքը։ Նիստեր եղել են, ես գնացել եմ, դրա պատճառն էլ հետեւյալն է, դա պատասխանատվությունն է եւ սերը քաղաքի նկատմամբ եւ չգնալը նույնպես այդ է։ Բացատրեմ, երբ որ մարդիկ պատճառաբանում են, օրինակ ես շատ առաջարկներ եմ արել կոնկրետ մեկը եւ ցույց են տվել, թե ինչ գումարների հաշվին կարելի է տնտեսել եւ վերջի վերջո մենք ունեցել ենք, մեր քաղաքական թիմը ունեցել է բուկլետները, որ մենք բաժանել ենք ժողովրդին, հա, որ ծրագիրը ներկայացվել է եւ կետ, առաջին կետ, երկրորդ կետ, երրորդ ըստ առաջնայնության, հա, ինչը մենք համարել ենք, որ կարեւոր է։ Մենք դրա հետևից գնացել ենք, փորձել ենք դա իրականացնել թեկուզ եւ չլելով իշխանություն։ Բազմաթիվ առաջարկներ են եղել, քննադատություններ են եղել իմ կողմից, ես չեմ հիշում, որ ինչ-որ մեկը ինձանից ավել հակադարձել է իշխանություններին, ձևավորված, օրինակ մանկապարտեզների հարցը, որ պետք է լիներ անվճար, ես փորձել եմ առաջ մղել եւ դա չի հասել արդյունքի։ Պատճառաբանել են գումարների սղությունը, ես ցույց եմ տվել, թե որտեղից կարելի է այդ գումարները տնտեսել։ Առհասարակ գործելավոճի հետ, գործունեության հետ կապված ես համարում եմ, որ ոչ էֆեկտիվ են։ Հիմա լավության կարգով ներկայացնել այն գործերը, որոնք արվում են, ես ուզում եմ ասել, որ պարոնայք այստեղ լավության մասին խոսք չպետք է լինի, այդ ինչպես ասեմ, այդ
այդ բարոյականությունը պետք է մեր մոտ արմատավորվի, որ պետական պաշտոնյան պարտավոր է, եւ եթե ինչ որ մի բան բարեկարգվում է, թողնենք մի կողմ որքան որակով եւ որքան էֆեկտիվ է բարեկարգվում, ինչ որ գործ եթե արվում է մեր պարտավորությունների սահմաններում, այդտեղ լավության մասին խոսք չկա։ Կոպիտ ասած ամեն կատոկի կողքին կանգնել եւ PR-վել թե այ ես արեցի, դե եսի մասին խոսք չկա։ Այդ մենք բոլորս արեցինք, դա մեր գումարներն է։ Բայց այդ տրամաբանությունը ես տեսնում որ ընդհակառակը դրա հակառակն է գերիշխում, որովհետեւ երկրի ղեկավարն ասում է այդ անդիմադիր համայնքի ղեկավարները հələ պետք է շնորհակալ լինեն, մենք իրենց սուբվենցիաներ ենք տալիս, կարծես թե իրենց տնից են բերել այդ գումարները։ Հիմա չվստահելով, որ ճիշտ են կառավարում եւ չվստահելով, որ իմ գումարները, այսպես ճակերտավոր ասեն, ես չեմ վստահում, որ իմ գումարները իրենք կառավարեն, իրենք ծախսեն։ Սխալ են ծախսում, անորակ են ծախսում եւ ծախսում են հիմնականում PR-վելու համար։ Դե 30 տարի, գրեթե 30 տարի ոչ մի ծրագիր չի իրականացվել, իրականացվելուց էլ շատ փոքր եւ այլն Վանաձորցին չի տեսել, բայց հիմա Վանաձորցին տեսնում է հսկայածավալ աշխատանքներ։ Ես չէի ասի, որ 30 տարի ոչ մի ծրագիր չի իրականացվել, ես կասեի, որ 30 տարի եւ հիմա նույնպես 7 տարի, հա, այդ 30 տարվա մեջ 7 տարին ինչքան գերակշիռ ահագին մեծ տոկոս է, հա, բաժնեմաս ունի, բերեք դրա մասին էլ խոսենք, հերիք է արդեն, հա, այդ հների վրա գցենք, իրականացվել է ծրագիր 30 տարի, շատ լավ է իրականացել եւ հիմա է շարունակում է, այդ ծրագիրը համընդհանուր է եւ այդ ճակերտավոր հներին է եւ այս ճակերտավոր նորերին է, արդեն նորերին է, չէ ներկաներին է, որովհետեւ 7 տարի իշխանավորումը սիստեմատիկաբար քանդել են մեր երկիրը եւ քանդել են ոչ թե առավել եւս հա հասկացանք այդ փողոց, շենք, շինություն, աղբահանություն, այդ կենցաղային հարցերը, որոնք կարեւոր են, բայց իմ կարծիքով դրանք ամենակարևորը չեն, քանդվել է արժեհամակարգային միած համակարգ, որը որ հենց ազգին տարբերում է ցեղից, ցեղախմբից արժեհամակարգ ունենալ, արժեհամակարգի այդ իրեն յուրօրինակ, իրեն բնորոշ տարեն ունենալը եւ դրա համար եւ դա առաջնայինը համարելը այ դա սիստեմով sense հետեւողականորեն քանդվել է եւ հիմա էլ քանդվում է ես էլի եմ ասում ես չեմ կարծում եւ չեմ մտածում որ մեր ժողովուրդը ասֆալտապաշտ է հասկանում եք եւ ընտրությունը դնել արժեքների կամ ասֆալտի մեջ դա չի կարելի անել հիմա ինչ որ մասով արվել են ծրագրեր այո արվել են գործ արվել է այո արվել նախինում էլ են արվել միգուցե մի քիչ միգուցե ավելի շատ, չգիտեմ, օրինակ թունելների ծրագրերը եւ մեծ ճանապարհաշինության ծրագրերը այդպես եթե ասենք, ուրեմն Ռոբերտ Քոչարյանի ժամանակ մեծ աշխատանքներ են կատարվել։ Մեծ։ Եվ պարտավոր են կատարվել եւ ես ասեմ ավելին։ Շատ քիչ են կատարվել։ Պետք է ավելին կատարվեն։ Դե բազմաթիվ քրեական գործեր կան այդ գնումներից կատարված աշխատանքներից։ Դե այդ քրեական գործերը ես դատաիրավական համակարգի մասին ունեմ մեկ գնահատական, սա պատվերով աշխատող դատաիրավական համակարգ է, որովհետև եթե դուք նայում եք հետագծերը այդ քրեական գործերի, նրանք ի հայտ են գալիս կամ այն ժամանակ, երբ որ քաղաքական անհրաժեշտությունը կա իշխանության համար կամ այն մարդկանց հետ է կատարվում, որոնք ընդդիմադիր կեցվածք ունեն, կամ իրենց մեջից ինչ որ քաղաքական դիվիդենդների պատճառով է այդ ամեն ինչը արվում։ Եվ ի վերջո, եթե գանք դրան, որ կան գործեր քրեական, բերեք ռեալ նայենք, հա, այդ PR-ը, այդ խոսույթը, այդ ձայները, ուղղակի այդ շոուն զտենք, մաքրենք, այդ կեղտը մաքրենք եւ նայենք լավ արդյունքներին, ռեալ արդյունքներին, կան գործեր, բայց ինչ ունենք մենք դրա արդյունքում։ Ոչինչ։ Այն ինչ խոստացվել էր, այն ինչի համար ժողովուրդը դուրս էր եկել փողոց, այդ անարդարության զգացումի համար, որ պետք է արդար լինի եւ մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն, ով է այսօր մի երկու գործ էլի ցուցադրական այդ միլիարդների, միլիոնների, բադեն-բադենների հետևից գնալու եւ հետ բերելու, ինչ են հետ բերել 1% անգամ իրենց խոստացածի հետ չեն բերել։ Եթե խոսենք ծրագրերից ընդհանրապես, հա, ասենք խոսում են 300-ից ավել դպրոցներ կառուցելու ենք ծրագրերում, իշխանավարում ավարտվում է 20-30 դպրոց են կառուցել։ Այդ 20-30 դպրոցը որքան է որակով, որքան է անորակ կառուցված եւ դրա վրա էլ են կայանում գնում են այ մենք գնացինք հետեւողական եղանք,
անորակ է եւ սկսում են պատժել ինչ որ հարցադրումներ, լավ ժողովուրդ, այդ 20%-ը հələ տեսեք ինչքան փոքր մաս է կազմում Պարոն խոսքերի եւ խոստումների։ Օրինակով փաստերով ասեմ, այն իշխանությունների ժամանակ մանկապարտեզները օտարվում էր ինչ-ինչ անձանց, այս իշխանությունները այդ մանկապարտեզները հետ են բերում համայնքին, մի բան էլ քիչ է, նորերն են կառուցում։ Վատ է արդյոք։ Վատ է Ինչո՞վ։ հնից միջև ներկան, ասեմ։ Եթե մենք պետք է շարժվենք համեմատության մեջ ու այդ փոքր համեմատության մեջ նրանք օտարել են, իսկ սրանք հետ են բերում, նախ ինչ են հետ բերել, ասեք ինձ, եթե փաստերով եք, ես չգիտեմ, որ մի բան հետ են բերել։ Range Rover մեքենան, հա, որ հետ բերեցին, Նիկոլ Փաշինյանը այդպես ասավ, այո, այդ բազմաթիվ հրապարակումներ կան, պարոն։ Բազմաթիվ հրապարակումների հանրագումարը խոստացածի 1%-ը չի կազմում։ Դրանք ցուցադրական ցույց տալու եւ եթե նույնիսկ ցուցադրական չէ, ուրեմն իրենք չեն կարողանում։ Ուրեմն իրենք կարող չեն այդ ամեն ինչը իրականացնել։ Այս մեկ եւ երկրորդը, ես նորից եմ ասում, եթե ծրագրերում, խոստումների մեջ պարզ ասենք, դա սուտ է, դա խաբել է, եթե իրենք ժողովրդին ասեն, որ մենք 20 կամ 30 դպրոց ենք կառուցելու կամ մանկապարտեզ կունենային այդ քվեն այդ ձայնը, չէին ունենա։ Եթե ժողովրդին ասեին, որ Արցախը մենք տալու ենք, կունենային այդ ձայնը, թե չէ, հերիք է, հա, համեմատել վատը ավելի վատի հետ։ Մենք սրա մասին ենք խոսում։ Վերադառնանք մեր խնդիրներին, Վանաձորյան խնդիրներին վերադառնանք, Վանաձորի ավականում կան մի քանի կուսակցություններ, նաև դաշինք։ Մամիկոն Ասլանյան դաշինքը, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, հասկ կուսակցությունը, հայրենիք կուսակցությունը, ապրելու երկիր կուսակցությունը։ Այս կուսակցություններով նաև բոլորս էլ վանաձորցի ենք։ Բաց եք դուք բոլոր կուսակցությունների համար, ինչ որ առաջարկների, խորհրդակցությունների, քննարկումների համար, բաց է ձեր կուսակցությունը, ձեր խմբակցությունը։ Բոլոր այն կուսակցությունների համար ում հետ կարելի է աշխատել, բաց են կարճ պատասխանը հետևյալն է, իշխանության հետ ոչ, մնացած բոլորի համար բաց եղել ենք եւ բաց ենք։ Ինչու հարցս ուղեցի, քանի որ ապրելու երկիր կուսակցությունը նաև հայտարարությամբ հանդես եկավ վերջին իրադարձությունների հետ կապված ավականու համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով, որ տեղի չունեցավ եւ այլն, ապրելու երկիր կուսակցությունը հայտարարություն տարածեց, որ պատրաստ է քննարկել բոլոր քաղաքական ուժերի հետ։ Եվ պատրաստ եղել եւ քննարկել ենք, ես ինքս այդ քննարկումների նախաձեռնության մեջ եղել եմ, նախաձեռնել ենք, քննարկել ենք, գիտեք ինչ, բերեք անկեղծ լինենք եւ չգնանք այդ դաշտը, որը ասենք, չգիտեմ, խոսքերի, ընդհանրապես խոսքերի մեջ է սահմանափակվում։ Բերեք ռեալ նայենք, դեռ երկար ժամանակ բավական ժամանակ առաջ երբ որ լրագրողները ինձ հարցնում էին ավականին, ես ասում եմ, ես ինքս ինձ ավականի չեմ, հա, այդ մանդատի արկայությունը միայն այդ մանդատի արկայությունն է, որ ֆիքսում է, որ մենք ավականի ենք։ Գործառույթ այդպիսին ավականին չկա, չի կատարում եւ մենք ավականի չենք բովանդակային առումով, հա։ Բովանդակային առումով գոյություն չունի ավականին տապալել են, ավականին բնաջնջել են, քանդել են հանուն իրենց իշխանության։ Հիմա ինչ էլ որ մենք անենք, քանի որ մեր երկրում, ասենք, եթե մի երկրում ընդամենը օրերի, ամիսների ընթացքում այսքան քաղբանտարկյալների արկայություն կա, ու դա նշանակում է, որ բոլոր պետական, բոլոր մանկապարտեզից սկսած միջև դատական համակարգ, որը պետք է ամենաանկախը լիներ, հա, նույնիսկ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը դուք նայեք այդպես իներտ տենց բոլոր համակարգերը ծառայում են մեկ անձի իշխանության լինելու։ Հիմա ինչ անի ավականի է, ավականի չէ, ինչ անեք, ինչ կա օրենքով, ինչը սահմանված է օրենքով, դիմել, դատի տալ, հայց, այդ փորձում ենք անել, որպեսզի որպես պարտավորություն, հա, որ պետք է անեն։ Բայց քանի իշխանությունը քաղաքացիական պայմանագրին է, չի լինելու ոչինչ արդար, լինելու է այն, ինչը կամայական է լինելու, ինչը հարմար է իրենց ծրագրերին, իրենց կամքով է լինելու։ Ես ուզում եմ համեմատական անցկացնենք
այ անընդհատ ասում են հասարակության այս շերտը, այն շերտը կամ առհասարակ ժողովուրդը։ Վերջին ընտրությունները, Էջմիածնում կայացած ընտրությունների ժամանակ քաղաքացիական պայմանագիրը հաղթանակ գրանցեց։ Ինչով էր բացատրվում, եթե այդ ամեն ինչը վատ է այդքան։ Վերջին ընտրությունները, հա, Էջմիածնումի նկատի ունեք։ Դա ընտրություններ էր Էջմիածնի մասին, այ վաղը կլինի Վանաձորի ընտրություններ, արդեն իսկ խոշորացված Վանաձորում, չզարմանաք, եթե Վանաձորը էլի կխոշորանա, որ կմիանան Փամբակը եւ այլն։ Չգիտեմ ինչը կմիանան, կարող է Լուսինն էլ միացնեն, եթե չունենան իրենք վստահություն նախորոք, որ դաշտը ազատ է, դաշտը մաքրել են եւ իրենք խնդիր չունեն իշխանության գալու, ինչ ասես կանեն։ Դե իհարկե Ադրբեջանից մի մաս չեն միացնի, Ալիևը չի տա, այդքան դուխները չի հերիքի, բայց Լուսինն է կմիացնեն, կխոշորացնեն, որպեսզի դա Էջմիածնի ընտրությունները Էջմիածնի մասին չէր։ Գյուղապետի ընտրություններ էր, որի մասին մենք գիտենք ակնհայտ։ Եվ այս ամենից ինչ եզրահանգել, սրա վերջը ո՞նց է լինելու։ Կոնկրետ Վանաձորի մենք ունենալու ենք վերջապես ընտրված համայնքապետ։ Մի օր ունենալու ենք, երևի։ Այս իշխանությունների դեպքում ոչ, նույնիսկ եթե ընտրություններ լինեն եւ իրենք ընտրվեն, այն կտեսնենք, ես ասում եմ, խոշորացման հաշվին կլինի, չգիտեմ, պետական այդ վարչական լծակները օգտագործելը չի քննարկվում թաքուն չի դրա մասին թող սկի չխոսեն էլ, հա, ով էր ինչքան ծավալով էր վարչական ռեսուրսը օգտագործում։ Հիմա գիտեք ինչ, ես այդ հարցին կարող եմ հարցով պատասխանել։ Ինչ եք կարծում, երկու անգամ երկրի օրենքը փոխելով, որպիսի Վանաձորի համար երկու անգամ օրենքը փոխեցին, որպիսի Վանաձորը ունենան ժամանակավոր պաշտոնակատար, համայնքի ղեկավարի։ Անձին ազատ ենք թողնում, այդ մարդկանց անձի հետ գործ չունենք, մենք խոսում ենք երևույթի մասին։ Մոդելի մասին կառավարման, որը ընտրել է կոնկրետ Նիկոլ Փաշինյանը, իր ստորագրությունով ժամանակավոր պաշտոնյա, այդ մարդը համաձայնություն ա, չէ՞, տվել, որ չստորագրել ա, չէ՞, դա առանց իր իմանալու չէ, այն որ ամեն ինչ անում են, ով վատն է իրենց թիմից 7 տարի իշխանավարել են, հենց մեր համայնքում էլ, ասենք 4 մարզպետ է փոխվել, այդ անընդհատ իրենք են եղել, չէ, բայց ինչ որ վատ է։ Չեն գալի, ով գալիս ասում է, վատ է եկել են, որ չգիտեմ, շտկեմ, ուղղեմ, հավատում եմ։ Բայց հարց է առաջում, եղբայր դրանից առաջ եք դուք եղել։ Դրանից առաջ դուք եք եղել բավականին ժամանակ։ Հիմա ժամանակավոր պաշտոնակատար բառի վրա եմ ուզում մենք կենտրոնանանք, որ այդ հարցի պատասխանը մի քիչ ավելի ժամանակավոր այլ պաշտոնակատար։ Ես կասեի, չէ, բայց ժամանակավոր է, չէ։ Չէ, պաշտոնակատար։ Պաշտոնակատար անժամկետ, հա։ Դե 4 տարի պաշտոնակատար։ Ես կուզենայի, ես առաջարկում եմ դրա վրա, քանի որ այդ որոշման վրա դրեն անժամկետ պաշտոնավարելու կամ պաշտոնակատարի օրենք, հա, որ այս դեպքերում անժամկետ կարող են պաշտոնավարել։ Ինչի մասին է խնդիրը։ Այսպես հակադարձեմ ձեզ, դա օրենքի խախտում է, ըստ ձեզ։ Չէ՞ որ օրենքը է ընդունվել, օրենք է մշակվել, մի անգամ ընդունվել է, մյուս անգամը լրացվել։ Չէ, օրենքի խախտում չէ, օրենքի նկարել է, հարմարեցնել է օրենքը քաղաքական, այսինքն դա նշանակում է, որ մենք նույնիսկ օրենքը հարմարեցնում ենք մեր քաղաքական նարատիվներին, մեր քաղաքական շահավետությանը։ Այսինքն մենք մեր ձեռքը վրա է գնում օրենքները փոխել, դրանից մեզ խախտումն էլ ո՞նց է լինում։ Եթե քրեորեն պատժելի չէ, որովհետև դե մեծամասնություն են կազմում, ձեռք բարձրացեցին, օրենքը փոխեցին, բայց ինչի են օրենքը փոխել, որպեսզի լինի օրենքները ինչի համար գործում, որ էֆեկտիվ լինի մեր կյանքը։ Այդ օրենքներով է կառավարվում, համակարգում մեր կյանքը, քաղաքացիների կյանքը։ Օրենքները դրա համար գոյություն ունեն, որ ծառայեն քաղաքացուն։ Բայց այս դեպքերում ակնհայտ է օրենքը փոխում է ոչ թե որ ծառայի քաղաքացիություն, ոչ թե որպեսզի լինի արդար, ոչ թե որպեսզի լինենք ավելի ժողովրդավար, այլ օրենք է փոխվել, որովհետև հարմար է կոնկրետ քաղաքական ուժին այսպես է հարմար, որ կարողանա պաշտոնակատար նշանակի, ոչ թե վանաձորցին ընտրի։ Դուք պատկերացնում եք ինչ է նշանակում, կապ չունի ինչքան մարդ է մասնակցել այդ ընտրություններին, այդ ընտրություններին առհասարակ կապ չունի քաղաքացիական պայմանագրին են ընտրել, թե մեկ այլ ուրիշ ուժի են ընտրել։ Դա չէ էականը։ Էականը նա է, որ այդ մարդիկ, որ վեր են կացել տնից գնացել են, իրենց դիրքորոշումը հայտնել են, դա հավասար է 0-ի, որովհետև այդ դիրքորոշման մեջ իշխանությունը պարտվել է։ Եվ քանի որ իշխանությունը պարտվել է, ղեկավարը, երկրի ղեկավարը որոշել չէ, այ մարդ իմ ուզած ով պետքա լինի, թե չէ, որ դուք չեք որոշում ով պետք է դիմում ձևավորի իշխանություն։ Այդ ես եմ որոշում։ Ինչ ուզում է ասեն, փաստը դա է, իրենք են որոշել։
ու դա ժամանակավոր բնույթ չի կրել, կապված ինչ որ քրեական գործերի հետ, օքեյ, լավ։ Ենթադրենք այդ քրեական գործերը շինչություն, ենթադրենք ինչ որ իրոք գործ կանելու։ Այ մարդ 3 ամիս կտևար դա, 5 ամիս կտևար, կամ ավականով կլեր, կամ նոր ընտրություններով, եթե այդքանը կարողանում եք անել։ Գոնե ժողովրդին ցույց կտայք, որ լավ գոնե ձևական, լավ, ցույց կտայք, որ ժողովուրդ ջան, դու ես որոշում տեղում, թե ոնց պետք է քաղաքը կառավարվի։ Չէ, մենք պետք է որոշենք, մենք պետք է ասենք շնորհակալ եղեք մեզանից, մենք սուբվենցիաներ ենք տալիս, հետո էլ ասենք, թե չեք գալիս սուբվենցիա չի լինում, բայց մենք մի ձևով կանենք, ժողովուրդ ջան, տեսեք, այդ մենք ենք արի։ Այդ ժողովրդին ասեք դուք հերոս եք, որովհետև այդ ձուն դուք ածում եք, որովհետև այդ հարկը դուք մուծում եք։ Դուք հերոս եք։ Ու այսպես փչացնել ամենակարևոր արժե համակարգը, դա ինչ արժե համակարգ է։ Այդ երբ ֆանից հերոսը դարավ հարկ վճարողը։ Շնորհակալություն զրույցի համար, թե ինչքանով է պաշտպանված հասարակությունը օրենքով ցույց կտար ժամանակը։ Սա մեր ուղին հաղորդաշարն էր, զրուցակիցս էր Վանաձորի ավականու ապրելու երկիր խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանը։ Մնացեք խաղաղությամբ, կհանդիպենք։